Հետևորդների խնդրանքով այսօր պատրաստելու ենք աղացած բաստուրմա։ Անընդհատ ինձ գրում էին հետևորդները, երբ ենք պատրաստելու աղացած բաստուրման, եկել է այդ սպասված օրը։ Ունենք այստեղ լավ կտոր, տավարի միս ունենք։ Մենք միտումնավոր հալացրել ենք, որ լավ հալվի, որ սկսենք յուղերը հանել, ջլերը պետք է ամբողջական մաքրենք։ Հիմա սկսում ենք մաքրելը։ Ամբողջական մենք պետք է մաքուր մսով աշխատենք, ոչ մի ջիլ, ոչ մի յուղ պետք է չմնա։ Մեկ օր կպահենք միսը կմնա սառցախցիկում, հետո կենցաղայենք ուտերով, մենք կմանրացնենք, կխփենք միսը ու կշարունակենք ընթացքը։ Պարտադիր պետք է միսը սառի, տաք մսով չի կարելի պատրաստել։ Մեկ օր պահեցինք միսը սառցախցիկում, ահա միսը, լավ սառել է միսը, ընկերներ ջան։ Հիմա մենք կուտերով կխփենք միասին։ Տեղափոխում ենք միսը կուտերի մեջ։ Հավասարաչափ լցնում ենք, որ դանակները հավասար պտտի։ Մենք ունենք այստեղ 2.5 կիլոգրամ միս, 75 գրամ աղ։ Ամեն կիլոգրամին պետք է տալ 30 գրամ աղ։ 1 կիլոգրամ մսին 30 գրամ աղ։ Մենք կփակենք կափարիչը հիմա։ Ամենացածր աստիճանով կպտտենք սկզբնական։ Հիմա կլցնենք աղը։ Կհանենք։ Այսինքն մածու կհալը, շատ լավ, մանրացրել է։ Ֆարշը խփեցինք, ընկերներ ջան, ահա, շատ լավ մանրացրել ենք։ Հիմա մենք ունենք այսպիսի թաղանթներ, 6 հատ, պոչերը կապում ենք թաղանթների, հետո կդնենք տաք ջրի մեջ։ Անկյունները, պոչերը կապում ենք, դնում ենք ջրի մեջ, թռչվի մի քիչ կփափկի ինքը։ Մենք ունենք ահա այսպիսի սպրեյ, ինքը նախատեսված է մսի համար։ Եթե ուզում ենք միսը առանց օդի նորմալ ստանանք, սրսկելու համար է սպրեյը, հենց հատուկ նախատեսված է այսպիսի բաներ պատրաստելու համար։ Կլցնենք ֆարշը։ Հիմա կլցնենք այս թաղանթների մեջ, անկյունից այսպես, լցնելով կգանք։ Մենք լցրեցինք թաղանթների մեջ, հիմա կդնենք աղ, բայց այստեղ կարևորը ինչն է, ընկերներ ջան։ Մենք պետքա թաղանթներից հիմա հանենք, աղի մեջ պտտենք եւ դնենք աղ, որը որ միշտ արել ենք մսի հետ։ Հիմա դուք կհարցնեք, բա ինչի համար լցրեցինք թաղանթների մեջ, որովհետեւ տնային պայմաններում մենք չունենք տեխնիկական մեծ սպրեյ, երբ որ այդ ձևով արվեր, միանշանակ մենք չենք լցնի թաղանթների մեջ, բայց տան պայմաններում պետքա այս ձևով արվի, որովհետեւ մենք այս չափը չենք կարա ստանալ։ Հաստ դիամետր ստանալու համար պետքա լինի սպրեյ, ըստ դրա դուրս կա թաղանթ։ Հիմա այս դեպքում մենք անում ենք այս տարբերակով։ Իրան սենց հանում ենք։ Լցնում ենք աղը։ Այստեղ։ Եվ լցնում ենք աղը մեր ամանի մեջ։ Այստեղ ինքն է, արդեն դուրս եկավ, շատ լավ է, այս ֆորման է մեզ պետք, այս ֆորման ստանալու համար, այսինց պետք է արվի, ինքը արդեն կամրանա,
շատ զգուշ, ասենց տեղափոխում ենք մեր ամանի մեջ։ Հերթով անում ենք բոլորը։ Ավելացնում ենք մի քիչ էլ աղ։ Ահա կտորները։ Շատ լավ է։ Կթողենք այսպես 10 օր կմնա աղի մեջ։ Աղից հանում ենք աղացած բաստուրման։ Հիմա մի հատ տեսնենք ոնց է պատրաստվել։ Մենք մի հատը կտրել էինք, որ մեջը տեսնենք ոնց է հասունացել։ Հիմա մի հատ նայեք, ձգվել է միսը, աղի մեջ լավ ձգվել է մսերը։ Տեղափոխենք ջրի մեջ։ 1 օր կպահենք ջրի մեջ, հետո միասին կդնենք պրես։ Ահա այսպիսի տեսք են ընդունել լվանալուց հետո։ Մենք 1 օր լվացինք 24 ժամ։ Հիմա կփաթաթենք պրես կդնենք։ Ոնց որ միսն ենք փաթաթում, տարբերություն չկա։ Նույնն էլ աղացած բաստուրման։ Նույն ձևի ձգում ենք շատ լավ։ Անկյուններից էլի լավ ձիգ։ Հիմա դնում ենք պրես։ Քսանչորս ժամ կպահենք պրեսի տակ, հետո կհանենք միասին կթելենք։ 1 օր թողեցինք պրեսի տակ աղացած բաստուրման, հիմա հանենք։ Ահա տեսքը, շատ լավ ինքը պրեսը վերցրել է։ Հիմա ասենց մի հատ ցույց կտանք։ Դարձել է սուջուխի նման։ Ահա։ Առաջինը։ Երկրորդը։ Երրորդը։ Չորրորդը եւ վերջի փոքր կտորը։ Շատ լավ պրեսը վերցրել է։ Հիմա կթելենք։ Ոնց որ միսն ենք թելում, նույնն էլ ինքն է, տարբերություն չկա։ Կտորները շատ լավն են։ 10 օր կթողենք չորանա, հետո միասին կբռնենք աղացած բաստուրմաների չամանը։ Աղացած բաստուրմայի մսերը պատրաստ են, բաստուրմաչոներ ջան։ Ահա մսերը մենք լավ չորացրել ենք։ Ոնց որ միշտ ասել եմ, մսերը պետքա լավ չոր լինեն։ Մենք ունենք այստեղ 200 գրամ չաման, 50 գրամ քաղցր բիբար, 100 գրամ սխտորի փոշի, 50 գրամ կծու աջիկա։ 1 լիտր ունենք ջուր այստեղ եւ կես լիտր էլ կլցնենք։ Ընդհանուր լիտր ու կես ջուր ենք լցրել։ Հիմա համեմունքները լցնում ենք ամանի մեջ։ Համեմունքները լավ խառնում ենք իրար։ Հիմա կլցնենք ջրի մեջ։ Թողնենք կես ժամ կլուծվի ջրի հետ, հետո կխառնենք միասին։ Համեմունքները լավ լուծվել են ջրի հետ արդեն։ Հիմա խառնում ենք, շատ լավ բացվել է արդեն, հələ լուծվել է, շատ լավ լուծվել է արդեն։ Գույնն էլ շատ սիրուն գույն է, հələ։ Ընթացքում ինքը էլի կպնդանա։ Աղացած բաստուրման տեղափոխում ենք չամանի մեջ։ Լավ արդեն չորացել է։ Առաջինը, երկրորդը, երրորդը, չորրորդը եւ 5-րդը։ Շատ սիրուն գույն է ստացվել, հələ։ Չամանի մեջ կպահենք 5 օր, հետո կկախենք կչորանա։ Աղացած բաստուրման չամանից հանում ենք հիմա։ Հիմա մի հատ տեսնենք ոնց է փափկել։ Ահա, բաստուրմանները հələ ոնց են փափկել։ Չամանը լավ վերցրել է իր վրա։ Ընդհանուր 5 հատ էր։ Լավ փափկել է։
Հիմա կկախենք չորանա։ Աղացած բաստուրման պատրաստ է արդեն, հիմա կկտրենք։ Աղացած բաստուրմանը, հələ չամանը ոնց է վերցրել վրան, շատ լավ, չամանը պահել է, չորությունը իրա շատ լավն է, ամեն ինչ շատ լավ ստացել ենք։ Հիմնական խնդիրը աղացած բաստուրմայի պատրաստելու տան պայմաններում իրա ծակոտիներն են։ Մենք չունենք արտադրամասի սարքավորումները, իսկ տան պայմաններում, երբ որ մենք պատրաստում ենք, բնականաբար ոնց պատրաստենք, այնտեղից օդ է անցնելու թաղանթի մեջ։ Հիմա մենք առաջի կտորը կկտրենք, ըստ դրա արդեն կպատկերացնենք ոնց է ստացվել մեզ մոտ։ Փափուկ հələ, ոնց է ինքը, ոնց որ միշտ ասել եմ, մեր ատամներն են, շատ լավ կարելի է կտրել, ինքը պատրաստվել է շատ լավ։ Չենք մոռանում, որ պատրաստել ենք աղացած մսով։ Տեսանյութը դուք էլ տեսեք, հետևորդներ ջան, նույն ձև պատրաստեք, անպայման ձեզ մոտ կստացվի։